Գիտեք, անկեղծ ասած շատ պատճառներ կա, շատ պատճառներ կա։ Բայց ես առանձնացրել եմ 2-3 պատճառ դրա մասին։ Պատճառներից մեկը, երբ որ մարդ չի ուզում դառնա դեպի Աստված, չի ուզում հաղորդակցություն ունենա Աստծո հետ, դա այն է, որ մարդը ուզում է մնա այն կարգավիճակի մեջ, որը ինքը կա։ Որովհետև այդ կարգավիճակի մեջ իրան ձեռ է տալի դա։ Որովհետև գիտի, որ այդ խավարի մեջ, երբ որ ինքը մնում է, այդ խավարի մեջ ինքը սուրբ է, այդ մաքուր է այդ խավարի մեջ։ Բայց երբ որ Աստծո լույսը գալիս է իր կյանքի մեջ, երբ որ լուսավորվում է իր շուրջը, ինքը տեսնում է ոչ միայն մարդ, երբ որ լույսի մեջ ես տեսնում ես ոչ միայն կողքիններն են կեղտոտված շորերով, հա, փոխարաբերական իմաստով եմ ասում, այլ նաև դու ես կեղտոտված շորերով, հա, այլ նաև դու ես մեղքի մեջ։ Մարդուն ձեռ է տալի, որ մարդը խափի, սուտ խոսա, գողություն անի եւ այլներ են։ Եվ դրա համար չի ուզում։ Եվ երկրորդ պատճառը նա է, որ երբ որ մարդ հրավիրում է Աստծուն Սուրբ Հոգուն իր կյանքի մեջ, այլ լույսը երբ որ ընդունում է իր կյանքի մեջ, ասում է Տեր Աստված, դու արի իմ կյանքի սենյակների մեջ, բայց ոչ բոլորի մեջ չմտնես։ Դու կարող ես օգտվել այս սենյակից, բայց այդ չուլանից դու գործ չունես։ Չուլանի մեջ, նկուղ, հա, հայերեն ասած, նկուղի մեջ կա շատ գաղտնի բաներ, որ չեմ ուզում բացահայտվի, թող մնա այնտեղ։ Որտեվ գիտեմ, որ երբ որ դու մտնես այդ նկուղի մեջ, դու կդասավորես, դու քանդես այն բաները, որ կես տարիների ընթացքում կառուցել եմ։ Լավ է, վատ է, բայց ես 50, 60, 70 տարեկան եմ, եւ ես ապրել եմ այդ ձև եւ չեմ ուզում փոփոխություն լինի իմ կյանքիս մեջ։ Ինձ դա ձեռ է տալի։ Որովհետև իմ բոլոր աշխարհահայացքը, որ ես կառուցել եմ այս տարիների ընթացքում, եւ չեմ ուզում քանդվի։ Դու գործ չունես։ Հա? Եվ երբ որ լույսը գալիս է մեր սենյակների մեջ, մեզ այդքան ձեռ է տալի։ Այս 1 մետր լույսն է, կամ 2 մետր լույսն է, այս լույսի մեջ ես բավարարված եմ զգում։ Բայց Աստված ասում է, լավ է լույսի մեջ ապրելը, դու տեսնում ես ասկան քո դեմը, այո, լավ է։ Բայց Աստված չի ստիպում քեզ, Աստված ուղղակի առաջարկում է։ Ուզում ես էլ ավելին տեսնես։ Ուզում ես հեռուն տեսնես։ Քեզանից է կախված, ուզում ես թե չէ։ Աստված անկոչ հյուրի պես չի քեզ զաստավի տանում, հա? Անկոչ հյուրի պես չի քանդում դռները, որը դու փակել ես իր առաջ, այլ Աստված առաջարկում է, բացիր դռներդ։ Եվ քեզանից է կախված, կբացես թե չէ։ Դու երկու տարբերակ ունես, կամ փակ թողես այդ դռները, ապրես այնպես, ինչպես ապրում էիր, կամ բացես։ Բայց երբ որ բացում ես, շատ բաներ է փոփոխվում։ Դու տեսնում ես Աստծո զորությունը, դու տեսնում ես Աստծո հրաշքները, որ կատարվում է։ Եվ դու գնալով քաջալերվում ես։ Գիտեմ, որ բոլորս ունենք վկայություններ, հա? Ամեն մեկի մեջ տարբեր վկայություններ։ Մեկը բժշկության վկայություն, մեկը չգիտեմ այլ բնակավարներում վկայություն։ Բայց ի՞նչն է կատարվում մեր մեջ, որ մի անգամ, երբ որ վկայություն ենք ունենում մեր կյանքի մեջ, բավարարություն ենք զգում, եւ չենք ուզում, որ մեր վկայությունները շատ լինեն։ Երբեմն մենք վախենում ենք։ Գիտեք, երբ որ մենք չար իշխանության համար, ես միշտ տենց եմ պատկերացնում, մենք երբ որ ընդունում ենք Աստծուն, մենք չար իշխանության համար, մենք դառնում ենք լույս, սենց վառվող լույսեր, հա? Եվ չարը միշտ առաջի ատակը, հա, սենց հարվածը փորձում է մեր վրա։ Եվ գալիս է, մենք սարի պես մարդիկ Աստծո զորության մեջ
Չարը գալիս է մի հատ փոքր քար մեր դեմը դնում է, մի հատ փոքր քար։ Եվ մեր աշկին այնպես է անում, որ այդ փոքր քարը դարձնի սար մեր աշկերի համար։ Եվ մեզ փոքրացնի, հա? Եվ այնպես է անում, որ մենք չկարողանանք հաղթարենք այդ փոքր քարը։ Այդ գետի առաջ, երբ որ դու գալիս կայնում ես, փոքր գետակը, որ կարաս ոտքդ գցես եւ վասնես։ Բայց չարը այնպես անում, որ դու վախենաս քո աշկի առաջ դա լինի ծով։ Եվ դու ասում ես, ես լողանալ չգիտեմ։ Ոնց պիտի անեմ, ես լողանալ չգիտեմ։ Տեր Աստված, ոնց պիտի անեմ։ Եվ այնպես չի, որ դու աղոթում ես Աստծուն, ասում ես, Աստված ոնց պիտի անեմ, Աստված ասում է, դե չգիտեմ, մի բան արա։ Երբեք այդպես չի լինում։ Երբ որ դու գնում ես Աստծո առաջ, խնդրանքով, Տեր Աստված ինձ օգնիր, Աստված միշտ լուծումը գտնում է։ Ամեն թե չէ։ Երբ որ մենք գնում ենք հոգեբանի մոտ, խնդրով, հոգեբանը չի ասում, ասում ես հոգեբան ջան, ես խնդիր ունեմ, լուծի, հոգեբանն ասում է, ով չունի այդ խնդիրը։ Երբ որ ոտքը ցավում է գնում ես բժշկի մոտ, բժշկի չի ասում, ում ոտքը չի ցավում, մի բան արա։ Նույնպես Աստված է։ Երբ որ դու գնում ես Աստծո մոտ, Աստված չի ասում, դե չգիտեմ։ Նույն խնդիրի մեջ ես եմ։ Պրոբլեմ ունենք։ Հինգշաբթի օրն էր, չէ՞։ Եղբայրական հավաքույթ ունեցանք, ես մի հատ պատմություն պատմեցի, հենց նոր հիշեցի, ուզում եմ պատմեմ։ Ռավինի միակ տղան, Ռավինը գիտեք, եվրեների հոգևոր հայրերից է։ Ռավինի միակ տղան դառնում է քրիստոնյա։ Եվ գնում է այն միս Ռավինի մոտ, ասում է խնդրի մեջ եմ։ Իմ միակ ծին տղաս, միակ տղաս դառնա քրիստոնյա։ Արեք աղոթք անենք։ Աղոթք են անում ասուն, եւ Աստված ասում է, գիտեմ քո խնդիրը, ես էլ եմ նույն խնդրի մեջ։ Այդպես չի լինում։ Երբ որ դու աղոթքով գալիս ես Աստծո մոտ, Աստված քեզ օգնում է։ Ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Խնդրում եմ բարձր ասեք, ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ամեն։ Եվ սա թող լինի ոչ միայն ասենք, անցնենք, գնանք, այսա վերցրեք ձեր կյանքի մեջ։ Երբ որ դու ասում ես եւ վերցնում ես քո կյանքի մեջ այդ խոսքը եւ գործում ես, դու տեսնում ես, որ դու շատ բաների մեջ դու հաղթում ես։ Հա? Աստվածաշնչի մեջ գիտենք, որ շատերը, երբ որ Աստված եկել է ասել է, դու գնա այսիշ տեղը, դու գնա այնիշ տեղը, Մովսեսի պատմությունը բոլորս գիտենք։ Հա? 1000 պատճառ բռնես Մովսեսը չգնալու համար։ Բայց Աստված ասեց, ես քեզ հետ եմ։ Հիմա Աստված մեզ հետ է։ Դու կարող ես ամեն ինչ։ Հա? Երբեմն մենք թվում է, որ մենք չենք կարող, բայց դու կարող ես։ Երբ որ դու ձեռքդ դնում ես ինչ-որ մեկի համար աղոթք անելու, տվյալ մարդու խնդրի համար, դու մտածի, որ քո միջոցով Աստված կարող է։ Քո միջոցով։ Աստված սիրում է, որ քո միջոցով գործի։ Ինքը կարող է սենց անել եւ բժշկվի։ Բայց ուզում է, որ դու միջնորդ լինես դրա մեջ։ Ուզում է, որ դու ծառայես Աստծո համար։ Երբ որ դու եւ Աստված դառնում ենք մեկ, մեծ բաներ է տեղ ունենում։ Հրաշք բաներ է տեղ ունենում։ Եվ երբ որ աղոթք ես անում, երբ որ խնդրի մեջ ես, նաև դու ինքդ քեզ համար եւ նաև քո կողքինի համար, քո հարևանի համար, բարեկամի համար, քո քրոջ եղբոր համար, դու իմացի, որ դու կարող ես ամեն ինչ, որովհետեւ Աստված հաղթել է չարին եւ այդ իշխանությունը քեզ է տվել։ Ամեն։ Եվ մի հատ պատմություն եմ հիշում, ուզում եմ պատմեմ, որ շատ կպտում է այս խոսքին, որը իմ սրտի մեջ դրվել էր, ուզում եի ասել։ 99 թվականին Պորտուգալացի
մի հատ դաշնակահար է լինում, աշխարհահռչակ։ Եվ իրան հրավիրում են Եվրոպաներից մեկում, որ համեշտ է։ Եվ իրան ասում են, չգիտեմ, այնտեղ համարներով է, չէ՞, ինչ-որ կոնցերտ է, ասում են նվագեք 20-րդ համարը կամ 21-րդ համարը, եւ ինքը գիտի այդ 21-րդ համարի մեջ մի քանի երգեր է, եւ ինքը պատրաստվում է այդ մի քանի երգերը։ Եվ երբ որ օրը գալիս է, սա հավաքված են դիրիժորներով 2000 տեղ ծախվել է, երկրի ղեկավարներն են հավաքված, նստած սպասում են, եւ երաժշտությունը երբ որ գնում է, այդ դաշնակահարը հասկանում է, որ շփոթվել է ինքը։ Ինքը պետք է պատրաստվեր 20-րդ համարը, իրան ասել են պատրաստի 20-րդ համարը, բայց 23-րդ համարի կոնցերտն է գնում, երաժշտությունը։ Եվ ինքը շփոթված, այդ չափտվողը ինչ են ասում, դիրիժորը կայնացնում է կոնցերտը, տեսնում է, որ դաշնակահարը չի երգում, չի նվագում։ Հասկանում է, որ մի բան ասում է, չեմ կարող։ Վախենում է, որովհետև սա սպասում են իրան, եւ ինքը երբ որ չկարողանա, սա իր կարիերան ջուրն անգնում, սո։ Դիրիժորն ասում է, դու կարող ես։ Ասում է, չեմ կարող, պատրաստված, ասում է, բայց դու երգել ես, չէ՞, դու նվագել ես, չէ՞։ Ասում է, հա, բայց դա եղել է վաղուց։ Ես 2 ժամ ավել պետք է կոնցերտ տամ հիմա։ Հիշողությունով չեմ կարող։ Բանը նոտաները մոտս չի։ Դու կարող ես, ասում է, ես քեզ վստահում եմ։ Եվ ինքը 2 ժամ հիշելով նվագել է կոնցերտը։ Եվ ոչ մի սխալ 2 ժամվա ընթացքում ոչ մի սխալ տեղի չունեցել։ Եվ այդ պատմությունը գրվել է երաժշտական եսիմինչի մեջ, որ մարդը հիշողությունով 2 ժամ դաշնակահարը նվագի եւ ոչ մի սխալ տեղի չունենա։ Եվ մեր երկնային հայրը, որպես դիրիժոր, մեզ ասում է դու կարող ես։ Ես վստահում եմ քեզ։ Եկեք փառք տանք Աստծուն։ Դու կարող ես։ Դու մի վախեցի։ Դու սարի պես մարդ ես։ Չարը փոքր քարա կուդեմ։ Տեղերով մի փոխվեք։ Տեղերով մի փոխվեք։ Ամեն։ Եկեք աղոտ կանենք եւ խոսքը փոխանցեմ հովի եղբայրին։ Ամենակարող Աստված, մենք շնորհակալ ենք, որ քո ներկայությունը Տեր զորացնում է մեզ։ Մենք շնորհակալ ենք Տեր, որ քո ողորմությունը ինձ այստեղ է Տեր, որ դու ողորմած Աստված ես, դու բժշկարար Աստված ես։ Քո իշխանությունը Տեր անսահմանափակ է Տեր։ Քո իշխանությունը քանդում է բոլոր չարի գործերը Տեր։ Մենք հավատում ենք, մենք վստահում ենք եւ գիտենք Տեր դու որ մեզ հետ ես։ Այդ լույսը մեր մեջ է եւ ուզում ենք որ դու մեր կյանքերի մեջ ոչ միայն մութ տեղում գտնվես, այլ դու մեր կյանքերի ղեկը վերցնես քո առաջ Տեր։ Եվ հավատում ենք Տեր որ դու այդ կյանքերը որ վերցնում ես ղեկը լինում է փոթորիկներ, բայց գիտենք որ Տեր դու չես խորտակում, որովհետև դու որպես լավ ղեկավար կարում ես կառավարել։ Չես թողում, որ մեր կյանքը ալեկոսվեն եւ խորտակվեն Տեր։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։